լույս աշխարհ է եկել արևիկը։ Ալո, գալիս են։ Ահա լողանում են մարդիկ։ Иди, тебе волва. Ամբողջ գործընթաց։ Ողջույն սիրելիներս։ Սկսում ենք նոր վլոգ։ Ուր ենք մենք գնում վաղ առավոտյան։ Մենք գնում ենք փաստաթղթերից հարցերով զբաղվելու առավոտյան ժամը 6:30-ը։ Իհարկե, այսօր լույս աշխարհ է եկել արևիկը։ Շնորհավորեցին։ Ես ընդունում եմ շնորհավորանքներ։ Ես ցանկանում եմ ինձ լինել երջանիկ, խաղաղ։ Մենք արդեն հիվանդանոցում ենք, գնում ենք ժամը 8-ն։ Վերջացրեցինք մենք ամեն ինչը, եկել ենք մի հատ էլ հաց ուտենք, հեսա հաց ուտենք, վրձնենք, գնանք տուն, ես սկսեմ պարապմունքները անել, Արսենը գնա աշխորձի։ Սիրելիներս, եկել եմ շատ արագ խոսեմ ու գնամ պատրաստվեմ, ես դասերս վերջացրել եմ արդեն, ժամը 7-ն է այստեղ, հեսա մեր հարազատները գալիս են, տանն ենք ուղղակի նստելու հավաքվելու, ովքեր որ ցանկություն ունեին գալու, գալիս են, ովքեր ոչ, այդպես, ինչը ասեմ, Արսենը արդեն ուտելիքը պատվիրել է, ես ոչինչ բան չեմ սարքել, որովհետև նախ դասի էի, հետո հավես չունեի ինչ-որ բան սարքեի, Եվ այդպես, եւ այսօր իմ ծնունդն է, ինչ որ մի օր կյանքում պետք է ես ուղղակի ոչինչ բան չսարքեմ։ Իհարկե պետք է։ Այդպես, գնացինք։ Happy birthday to you. Happy birthday. Кайни. Загадывайте желание. Ура! Ура! Իրականում ամենածիծաղելին այն է, որ ես միացրել եմ կամերան, դրել եմ ու մտածել եմ, որ նկարվում է, ամբողջ ընթացքը տարբեր դիրքերից փորձել եմ նկարեմ, բայց ուշադրություն չեմ դարձրել, որ ես կնոպկան չեմ սխմել ու ընթացքը չեմ նկարել, դրա համար ես տխուր դրտում ուղղակի նկարել եմ, թե ես ոնց եմ հավաքում փայլիկները։ Ես վերադարձել եմ ձեզ մոտ, ժամը Առավոտյան 4:30 արդեն, մի քանի ժամից պետք է արթնանա, որովհետև վաղ առավոտյան սկսում եմ դասերս, բոլոր հյուրերը գնացել են, ամանների համար էլ լրիվ լվացել եմ, ստեղ փայլիկները հավաքեցի, ինչքան որ հնարավոր էլ չեմ կարողանում, իրականում շատ եմ հոգնել այսօր, գնամ ես էլ պարկեմ, տանածառս ստեղ իր համար, ստեղ այս վիճակում եմ սենց թողնելու, առավոտյան կշարունակեմ, ստեղ այսքան հավաքել եմ, մնացել եմ, ու վերջում ուզում եմ ցույց տամ ծաղիկներս, թե ինչ ծաղիկներ եմ ես այսօր ստացել։ Ահա իմ ծաղկե փունջը, որ շատ եմ սիրում, շատ չգիտեմ, շատ իմ համար շատ սիրուն է։ Ստեղ ընկերուհիս էր եկել ինձ շնորհավորելու, ուղղակի նստել ենք գինի խմել։ Վերջ սիրիներս, հենց այսպես էլ ավարտում եմ ծննդյան տարեդարձի վլոգը, մնացեք երջանիկ եւ խաղաղ, պակա։ Ողջույն բոլորին, այսօր հունվարի 18-ն է, ժամը 10 կամ մոտավորապես 11-ը։ Ամեն տարի հունվարի 19-ին ռուսական եկեղեցու հետևորդները գնում են եւ սուզվում են սառը ջրի մեջ, այլ կերպ ասած պրոռոբ։ Կատարվում է մկրտության արարողություն։ Մարդկանց մի մասը մտածում է, որ այդ կերպ ազատվում են մեղքերից, մարդկանց մի մասն էլ որպես այդպեսին ընդունում է ադրենալինի աղբյուր եւ փորձարկում են իրենք։ Սա առաքելական եկեղեցու հետևորդների մեջ տարածում չունի որպես այդպեսին։ Մենք արդեն հասել ենք, մենք այնտեղում ենք, որտեղ որ լողանում են մարդիկ, տեսա ցույց կտամ։ Сейчас, Вот, այստեղ քահանան կանգնած է, հերթով, ովքեր որ հերթ են կանգնել ու մտնում են ջուրը, ջրում կնքվում են, կոպիտ ասած, ու դուրս են գալիս մյուս կողմից։
Родители в глаз, свидетельствовавши тебе, возживет сына минуя, и дух, и не голубине, и лицо ваше на лице. Молодец, давай. Վերջ այս ամբողջ գործընթացն էր, որը ավարտվեց, մենք հիմա բոլորս այստեղ աղջիկները կանգնած են, հավաքվում ենք, տղաները մտել են փոխվեն։ Չայ վերցրու։ Արարատում կանգի չի եղել պրոստը։ Հիմա մենք եկել ենք, սա փոքր եկեղեցի է, մատուռ ավելի ճիշտ։ Մատուռում պատուհանագույքին դրված էր արգաղ, որի մեջ տղաները կանխիկ գումար էին գցում, այսինքն յուրաքանչյուրը ով որքան ցանկանում է, այդքան գումար կարող է գցել եւ վերցնել մոմ նույն դրամապանությամբ, եւ տակառներով դրված էր ջուր, այնտեղ առանձին դրված էր ջուր, որից որ կարող էին խմել, ովքեր որ ցանկություն ունեն իրենց հետ վերցնելու եւ ունեին համապատասխան տարա, վերցրեցին իրենց հետ։ Մենք արդեն դուրս եկանք, գնում ենք մեր տուն։ Հենց այս կադրերով էլ ավարտում ենք վլոգը։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ, որ հետևում եք ինձ, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին եւ գրել լավ մեկնաբանություններ։ Պակա-պակա։